Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը տարածել է մամուլի հերթական հաղորդագրությունը, ըստ որի Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ծրագրում են Ուկրաինային միջուկային սպառազինություն և այն կիրառելու միջոցներ տրամադրել։ Ռուսաստանի ԱԴՑ-ն գլխավորում է Սերգեյ Նարիշկինը, ում մասին վերջերս արևմտյան լրատվամիջոցները գրել են, որ Ուկրաինայի դեմ հարձակման նախօրեին Վլադիմիր Պուտինին զգուշացրել է, որ կեղծ են այն տեղեկությունները, թե ուկրաինացիների մեծամասնությունը ռուսական ազատարար զինվորին դիմավորելու են ծաղկի փնջերով։ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային միջուկային զենք և այն կիրառելու միջոցներ տրամադրելու մասին Նարիշկինի կոնտորայի տարածած տեղեկատվությունը տարածվել է Ժնևում նախատեսված ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի մեկնարկից 2 օր առաջ և ակնհայտորեն քաղաքական նպատակ է հետապնդում։ Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ուկրաինական կարգավորմանը եվրոպական երկրների մասնակցությունը գնահատել է ոչ օգտակար։ Axios-ը հղում անելով Սպիտակ տան 2 բարձրաստիճան պաշտոնյայի հայտնել է, որ Վաշինգտոնի քաղաքական վերնախավում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի նկատմամբ խիստ դժգոհության մթնոլորտ է ձևավորվել, կապված Ուկրաինայի հարցով բանակցություններում Պուտինի կամայականություններին տուրք տալու հետ։ Լրատվամիջոցը խորհուրդ է տվել ուշադրությամբ վերընթերցել Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում պետքարտուղար Ռուբիոյի ելույթը։ Վերջինս, ինչպես հայտնի է, հիմնականում շեշտել է ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքակրթական ընդհանրությունը, հերքել տպավորությունը, թե նահանգները Եվրոպան միանակ են թողնում։ Մոսկվայի կողմից միջուկային պատերազմի անոնսավորումը, որ թույլ է տրվել ԱՀՑ մամուլի բյուրոյի հաղորդագրության և 10 պետական գործակալության խմբագրականի, ինչպես նաև Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովի նախազգուշացման մակարդակով, երևում է մի էական նպատակ է հետապնդում՝ միջազգայինորեն ահաբեկչականություն վերագրել Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային և այդ կերպ չեզոքացնել ուկրաինական կարգավորմանը և հետկոնֆլիկտային Ուկրաինայի անվտանգության ապահովման ներգրավվելու Փարիզի և Լոնդոնի ձգտումները։ Ուկրաինայի դեմ պատերազմի մի քանի փուլում Ռուսաստանը գրեթե բաց տեքստով սպառնացել է, որ իր նպատակներին հասնելու համար զերծ չի մնա տակտիկական միջուկային զենք կիրառելուց։ Ըստ էության, Մոսկվան նույն թեզը էական նշանակության բանակցություններին ընդառաջ կրկին հնչեցնում է, բայց ապոկալիպսիսի պատասխանատվությունը բարդում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի վրա։ Կրեմլի նախազգուշացման իրական հասցեատերն իհարկե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է, ով մեկ օր հետո ամենամյա ուղերձով կդիմի կոնգրեսին։ Կրեմլի միջուկային պատերազմի անոնսը հազիվ թե ամերիկյան օրենսդիրների ուշադրությունից դուրս մնա։ Ինչ պատասխան ունի Դոնալդ Թրամփը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հետաձգել է Երուսաղեմ այցը։ Այդ մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները։ Ռուբիոն Իսրայելի վարչապետի հետ հանդիպում էր ծրագրել փետրվարի 26-ին։ Փետրվարի 25-ին նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոնգրեսին ամենամյա ուղերձը։ Ամերիկյան մամուլը ենթադրում է, որ այդ օրը Թրամփը կարող է հայտարարել Իրանին սահմանափակ հարված հասցնելու որոշման մասին։ Փետրվարի 26-ին Ժնևում պետք է կայանա Իրանա-ամերիկյան բանակցությունների 3-րդ փուլը։ Ռուբիոյի Երուսաղեմ այցի հետաձգումը մեկնաբաններին թույլ է տվել եզրակացնել, որ առաջիկա օրերին Մերձավոր Արևելքում տեղի են ունենալու կարևորագույն իրադարձություններ։ Իսրայելական ռուսալեզու վեստին հետևել է Իրանի շուրջ իրավիճակի վերաբերյալ ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցների հրապարակումներին և առանձնացրել Axios-ի տարածած չափազանց կարևոր տեղեկատվությանը, ըստ որի ԱՄՆ Միացյալ Շտաբների կոմիտեի պետ գեներալ-լեյտենանտ Դեն Քեյնը նախագահ Թրամփին զգուշացրել է, որ Իրանի դեմ լայնածավալ հարձակումը խնդրահարույց է, քանի որ զինամթերքի պահեստները դատարկ են։ Ամերիկյան լրատվամիջոցն իր հերթին հավելել է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան սպառազինությունները մեծ մասը հատկացվել է Իսրայելին, Համասի և Հզբալլայի դեմ արդյունավետ պատերազմ մղելու համար։ Գեներալ Քեյնը Դոնալդ Թրամփին նաև ասել է, որ Իրանի պատասխան հարվածները ցավոտ կլինեն ԱՄՆ դաշնակիցների համար։ Մերձավոր Արևելքում Իրանի առաջին թիրախն անկասկած Իսրայելն է։ Փետրվարի 23-ի ուշ երեկոյան վարչապետ Նեթանյահուն ռազմական կաբինետի նիստ է հրավիրել, որին մասնակցել է նաև բանակի գլխավոր շտաբի պետ Զամիրը։ Նախօրեին Նեթանյահուն մասնակցել է խորհրդարանի լիագումար նիստին և հայտարարել, որ ժամանակները չափազանց բարդ են։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կբերի վաղվա օրը։
Իսրայելի վարչապետը падգամավորներին վստահեցրել է, որ բանակը, հատուկ ծառայությունները եւ ներքին անվտանգության ուժերը իրավիճակին հետևում են լայն բացած աչքերով։ Նա ամփոփել է, որ հավատում է Իսրայելի ժողովրդին եւ նրա զինված ուժերին։ Փետրվարի 25-ին ԱՄՆ նախագահը կհայտարարի Իրանին սահմանափակ հարված հասցնելու որոշման մասին։ Բարդ է կանխատեսել։ Այս փուլում թերևս պետք է նկատի ունենալ, որ վերջին օրերին Թեհրանի եւ մի քանի այլ քաղաքների ուսանողությունը բողոքի զանգվածային ցույցեր կազմակերպելու մի քանի փորձ է արել։ Դոնալդ Թրամփի համար երևի ամենահամար տարբերակ կլիներ, եթե Իրանում ներքին փոխակերպումներ լինեին։ Եթե Իրանա-ամերիկյան լարվածությունը գնահատվի սթափ, ապա թերևս հարկ կլինի ընդունել, որ այս փուլում Թեհրանը Վաշինգտոնի նկատմամբ առնվազն հոգեբանական առավելություն ունի։ Այն պահպանելու եւ պայմանավորվածության հասցնելու դեպքում Իրանը ճգնաժամից դուրս կգա ավելի ուժեղ, իսկ տևական պատերազմը հղի է ԱՄՆ իսլամական աշխարհ հարաբերությունների, մեղմ ասած, բարդությունների հեռանկարով։